անգամ հա Գյումրիի համայնքապետարանը, հա, իտեմս փոխքաղաքապետի մասնակցում էր Ավագանու նիստին։ Մարզխորհրդի նիստին։ Հա, կներեք, մարզխորհրդի նիստին։ Չգիտեմ, սա այս լարվածության ֆոնին ինչ որտեղ կոմպրոմիսի գնալու փայլ կարելի է համարել։ Մարզխորհրդի նիստերին կա համայնքի ղեկավարները խորհրդի անդամներ են, 6 համայնքի ղեկավարներն են, խորհրդի անդամներն են եւ այս ընդհանուր մեր աշխատանքային գործընթացն է, որը լարվածության հետ, եթե լարվածության նայենք, այլ աշխատանքները դե չկատարենք, բայց մարզխորհրդի նիստերը ներկա եղաք, տեսակ չկան արդյունավետ էր, ես բազմիցս ասել եմ, որ մարզխորհրդի նիստին գալը արդյունավետ է համայնքի համար, բազում հարցեր քննարկվեց, Գյումրի համայնքի հետ կապված հարցեր քննարկվեցին, իհարկե մարզխորհրդի անդամ քաղաքապետն է, բայց փոխքաղաքապետի ներկայությունը եւս արդյունավետ էր, շատ հարցեր մենք ունեինք, սեփական եկամուտների հետ հավաքագրման հետ կապված, իրենք խնդիրներ ունեին, բարձրացանեցին եւ այդ ամենը շահելու է միայն գյումրեցին։ Այստեղ այդ ձեր ասած լարվածությունները բերել մեր աշխատանքի մեջ մտցնել, որի ուղիղ շահառուն գյումրեցին է, չեմ կարծում, որ այդքան էլ Գյումրին սիրելու դրսևորում է կամ գյումրեցուն սիրելու դրսևորում է։ Երեք օրինակ մարզպետարանը, այսպես ասած, փորձեց հա կարգի հրավիրել, հա, որ համայնքապետարանի պաշտոնական հա էջը այդ չի կարող հա որևէ պաշտոնյայի համար քննադատության եւ մի խոսքով չի կարող ծառայել որոշակի անձերի կամ քաղաքական հայտարարությունների համար, այլ պիտի ծառայի համայնքի հա խնդիրներ, ծրագրեր ներկայացնելու եւ ստացակ նաեւ պատասխանը բավականին, այսպես ասած, կոշտ պատասխան։ Ինչպես կարձագանքեք պատասխանին։ Նախ մարզպետարանը իրավասություն ունի մարզում, համայնքներում, այդտեղ նաեւ կարգ գրված, որ մարզպետարանը որպես այդպիսի լավ պատասխանին հետո անդրադառնա, մարզպետարանը իրավասություն ունի մարզում տեղի ունեցող բոլոր գործողություններին իրենց հայտարարություններն ավելին ասեմ, շատ հարցում նաև վերահսկողության լիազորություններ ունի համայնքների վրա։ Միջում մանրամասնենք մամուլին, թե չմամուլին։ Մարզպետարանի հայտարարությունը, այլ ճիշտ է, քաղաքապետարանի կայքերը ու սոցիալական ցանցերը նաև կառավարության որոշում կա, թե ինչի մասին պիտի լինեն։ Պիտի լինեն արված աշխատանքի մասին, պիտի լինեն արվելիք աշխատակցի, հանրային քննարկումների, տեղեկատվության փոխանցման, տարբեր հարցերի մասին պիտի լինի քաղաքապետարանի էջը եւ ներկայացնել այնտեղ այլ քաղաքական ուժերի մեկնաբանություններ, առավել եւս մեկնաբանություններ, իհարկե եթե կարելի է քաղաքական ուժեր անվանել իրենց մեկնաբանություններ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջով վիրավորական արտահայտություններ հրապարակվում երկրի վարչապետի հանդեպ։ Բարձրագանքը ինչ պիտի լիներ, արդյոք գյումրեցիները ուզում են իրենց քաղաքապետարանի էջում տեսնել անձնական նամակագրություններ կամ այլ քաղաքական ուժերի երկրի ղեկավարին վիրավորող արտահայտություններով պաստառներ կամ հայտարարություններ։ Վստահ եմ չեն ուզում, որովհետև մեր մարզպետարանի էջը ու բոլոր պետական կառույցների էջերը միտված են տեղեկատվությունը փոխանցելու քաղաքացուն ու քաղաքացուց տեղեկատվություն իմանալու մասին։ Խոսքը դրա մասին էր, մարզպետարանը իր հայտարարությունն արել է, նաև մեջբերում է արել կառավարության որոշումը որոշման համարը եւ հորդորում է, որ այսուհետ բոլոր պետական կառույցները դրսևորեն հենց այն ձևով արեն իրենց էջերը, որի համար տրված է։ Ցավում եմ, որ Գյումրու քաղաքապետարանի էջը դարձել է Լիլիթ Աղեգյանի բլոգը եւ պատասխանի մասով այդ մասով ես գիտեք, որ Լիլիթ Աղեգյանին չեմ պատասխանում, ուղղակի տեղին կակաշներ եմ ուղարկում ամեն անգամ իր գրառումները։ Դա հիմնականում էջի վրա էր, այդտեղ ոչ թե անձամբ Լիլիթ Աղեգյան, այլ քաղաքապետարանի հա պատասխաններ։ Քաղաքապետարանի ծրագիրը բոլորս հասկանում ենք ու այդտեղ ես ասացի, որպես այդպեսին միշտ գրառումներին ժպիտով եմ մոտեցել, ծաղիկներ եմ ուղարկել, պատրաստ եմ նորից ծաղիկներ ուղարկելու, այդ մասով մեկնաբանություն չունեմ, ուղղակի այդտեղ փորձել են խեղաթյուրել, որ անձնական բան էր տեղի ունեցել, ասենք մեր ազգային ժողովի պատգամավորի վիդեոյի մասով ընդհանրապես խոսք չկա այն հայտարարությունը, որ քաղաքապետարն արել է, որը օրենքի սահմանված կարգով, ես այդտեղ որպես այդպիսին որևէ պետական կառույցի արած աշխատանքի մասով խնդիր չեմ տեսնում ու չունեմ։
այլ հարցը թե ինչի է հիմի այդ տեղի ունեցել, այլ հարցը թե այդ վիդեոյի միջի հատվածը, որը ցույց էին տալիս միայն Տիգին Պալյանի բնակարանը չէր, ամուսնու բնակարանը չէր, այլ նաև կողքի հարևանի բնակարանն էր, ու այդ արդեն երևի թե մի 20 տարուց ավել այդ մասը այդպես ու ոչ միայն այդ մասը, բայց այդ մասով Տիգին Պալյանը իր պարզաբանումներ տվել է, այդ իմ դիրույթը չէ, մեր մարզպետարանի խոսքը վերաբերում էր երկրի վարչապետի հասցեին անհարգալից վերաբերմունքի եւ քաղաքական հայտարարությունների Գյումրու քաղաքապետարանի էջը Գյումրու մասին պիտի լինի։ Պարոն Արուշանյան, իսկ դուք ստեղծված իրավիճակի մասին ձեր կարծիքը, դիմում է քաղաքապետը դիվանագիտական կառույցներին, տեստաններին, իր նկատմամբ, չգիտեմ, ոտնձգություն անվանեմ, ինչ անվանեմ, ստեղծված իրավիճակի մասին մարզպետարանի կամ անձամբ ձեր կարծիքը։ Տեսեք, քաղաքապետը իրավասություն ունի ինքը թեկուզ իր անձնական քաղաքական նկատառումներով դիմել տարբեր կառույցների, դիմել քաղաքական իր գործընկերներին, ընդդիմադիր դաշտի, այդտեղ որպես այդպեսին իր իրավունքն է, ես այդտեղ ասելու բան չունեմ, բայց այդտեղ խոսում ենք ինչի համար ենք դիմում, ինչ ռեպրեսիաներ կան քաղաքապետի հանդեպ, ասում է հա կա։ Ժողովուրդ եկեք ժամանակը մենք չմ հետ տանենք եւ հիշենք, որ ռեպրեսիաների այն ժամանակ էր, երբ որ պարոն Ղուկասյանը ընդրված քաղաքապետ լինելով դիմում գրեց հրաժարականի եւ դուրս եկավ Գյումրու քաղաքապետի պաշտոնից։ Եկեք ռեպրեսիաները հիշենք այն ժամանակներ, երբ որ հաջորդ ընտրություններում Վարդան Ղուկասյանին թույլ չտվեցին մասնակցել ընտրությունում։ Այդ մասին ես չեմ ասում, այդ մասին պարոն Ղուկասյանն է ասում։ Հիմի ընտրություններ են տեղի ունեցել, հավականին միացել են 4 ուժեր իրար ընտրել են Գյումրու քաղաքապետ, մենք մարզպետարանը կառավարությունը Գյումրիում բոլոր ծրագրերը իրեն վերապահված լիազորության սահմաններում մի բան էլ ավել շարունակում է անում է, ինչ ռեպրեսիաների մասին է խոսքը։ Այն ռեպրեսիաների թե այս ռեպրեսիաների մասին։ Ասում է մինչև 26 թվականի ընտրությունները իրեն կկալանավորեն եւ իշխանությունը կանցնի քաղաքացիական պայմանագրի ձեռքը։ Ինչ սցենարով, օրինակ ըստ ձեզ, օրինակ կարծիք կա եւ ազգային ժողովի падգամավորներից Կարեն Սարուխանյան օրինակ չի էլ թաքցնում, որ օրենքով սահմանված կարգով թեկուզ եւ այլ քաղաքական ուժերից ավագանու անդամներ, ինչպես դա եղավ Ախուրյանը, կարող են միանալ քաղաքացիական պայմանագրին։ Ինչ սցենար եք դուք կանխատեսում։ Ես որևէ սցենար չեմ կանխատեսում, մենք որևէ սցենարներ չենք գծում, պլանավորում։ Ախուրյանը ընթացը ստացված գործընթաց էր, որը մի ավականին ցանկություններ առաջացավ այլ ուժի ավականին, երբ թե հիասթափվել էր իր ուժից, որոշել էր քաղաքացիական պայմանագրի կուսակցության օգտին, տեխնացուի օգտին ներկայացնել, նաև հիշեցնել, որ այդտեղ ժամանակ էր անցել, որ իրավասու օրենքը թույլ էր տալիս անվստահություն հայտնել եւ այլ եւ այլ։ Հիմի որևիցե սցենար չկա, պարոն Ղուկասյանը ինչի մասին է խոսում, չեմ կարող ասել, գուցե ինքը ինֆորմացիաներ ունի, մենք նման սցենար չունենք, մենք նման ձեռագրով չենք առաջնորդվում, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում շատ ու շատ համայնքներում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետ չունի, ու որպես այդպիսին մենք այդ ամեն ինչից տրագեդիա չենք սարքում, ողբերգություն չենք սարքում, որ այլ համայնքների ղեկավար ընտրություններ են եղել, մեր համար ամենակարևորը արդար մաքուր ընտրություններ լինեն, ու այդ ընտրություններում լեգիտիմ իշխանություն ձևավորվի։ Մենք մեր գործունեությունը կառավարությունը անում է բնակչի համար, ոչ թե կոնկրետ քաղաքապետի, քաղաքապետարանի կամ այլ մեր գործողությունները միտված են իշա բնակչի, որը ընտրել է մեր իշխանությունը, մենք ծառայում ենք իրեն։ Այսինքն դուրս վռնդելու գործընթաց չկա Վարդան Ղուկասյանին, ազգային ժողովի ամբիոնից եւս հնչեցվեց այդ մասին, որ բոլոր ժողովրդավարական երկրին հadoop կարգու կանոնը պահպանելով դուրս կվռնդեն։ Վարչապետը իր խոսքը ուղղված չէր անձամբ Վարդան Ղուկասյանին, իմ ինչքան որ ես եմ հասկանում, վարչապետի խոսքը միտված էր բոլոր այն պետական պաշտոնյաներին ու ոչ միայն պետական պաշտոնյաներին, որոնք գտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի նյութենական պետության կամ որևէ բանի մեջ։ Այդ պարագայում բնականաբար ես եւս համաձայն եմ, որ մեր ինքնիշխանությունը չի կարելի տնել կասկածի տակ մանավանդ պետական պաշտոնյայի կողմից։
Պարոն Արուշանյան, դուք ձեր գործընկերներին հորդորում եք, որ ձեռ առնելով չխոսեն։ Ես բնականաբար ընդունելի չէ իմ համար անձնական վիրավորանքները, իմ համար ընդունելի չեն տարատեսակ խոսույթներ, որոնք տեղի են ունենում։ Իմ համար ընդունելի չեն, երբ որ վիրավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իմ համար ընդունելի չէ, երբ որ վիրավորում են երկրի վարչապետին, ազգային ժողովի պատգամավորին, քաղաքապետին, մարզպետին եւ մյուսներին, որովհետեւ իրենք ինստիտուտներ են եւ այդ ինստիտուտները Հայաստանի Հանրապետությունում այլևս ընտրվում են լեգիտիմ ձևով, մաքուր ու արդար ընտրություններով։ Եվ այդ մարդիկ ներկայացնում են ժողովրդի շահերն են պաշտպանում, ներկայացնում են ժողովրդին։ Ընդհանուր առմամբ իմ տեսակետը լավ գիտեք, վիրավորանքը իմ համար անընդունելի է։